Սասունիկ համայնքի Սուրբ Խաչ եկեղեցական համալիրի շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2020 թվականին Մայրաթոր Սուրբ Էջմիածնի օրհնությամբ, Վարդանյան եւ Մկրտչյան ընտանիքների նախաձեռնությամբ։ Համալիրի մայր եկեղեցին Սուրբ Խաչը գրեթե պատրաստ է, ներքին հարդարման աշխատանքներն են ընթանում։ Ավետարանական տարբեր սյուժեներով խաչքարեր, քանդակներ եւ հարթաքանդակներ կզարդարեն եկեղեցին, իսկ գմբեթի 72 քարե խաչերը Քրիստոսի աշակերտներին են խորհրդանշում։ Թիթեղապատված է ամբողջ գմբեթը չժանգոտվող մետաղով, որպեսզի ջրերը չներթափանցեն եկեղեցու ներսը, ու փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի եկեղեցին դարեր շարունակ լինի կայուն եւ ամուր հիմքերի վրա։ Այս պահին ընթանում են զուգահեռ 3 շինությունների կառուցում՝ Սրբոց հրեշտակապետած եկեղեցի մոմավառության սրահը, հին հայկական հնձան եւ հոգեվոր մշակութային կենտրոն։ Բացումից հետո հոգեվոր մշակութային կենտրոնում գործելու է գանձարան, պատկերասրահ, կրթական դասընթացներ են անցկացվելու եւ ընդհանուր միտում կա օգնել զարգացնել հոգեվոր եւ մշակութային կյանքը մարզի եւ ոչ միայն։ Վարդանյան եւ Մկրտչյան ընտանիքների համար սա շատ կարեւոր նախաձեռնություն է։ Ունենք մի շարք եկեղեցաշինական եւ նաեւ վանական համալիրների վերականգնման նախագծեր, որոնք այս պահին ընթացքի մեջ են զուգահեռ։ Նոր գյուղ է Սասունիկը, 1960-ականներին է ձևավորվել եւ խորհրդային տարիներին այստեղ եկեղեցի կառուցելը անիրատեսական էր։ Սուրբ Խաչը Սասունիկի առաջին աղոթատեղին է լինելու։ Թեմակալ առաջնորդի հետևողականությամբ եւ հովանավոր հայորդիների աջակցությամբ այսօր Արագածոտնի թեմի տարբեր համայնքներում վերակառուցվում կամ կառուցվում են բազմաթիվ եկեղեցիներ։ Անկախությունից հետո, երբ որ ձևավորվեցին թեմերը, այդ թվում նաեւ Արագածոտնի թեմային 96 թվականին, ընդամենը մի քանի եկեղեցի էին գործում ամբողջ Արագածոտնի թեմում։ Իսկ եկեղեցի մեզ համար պարզապես ոչ միայն աղոթատեղ է, այլ Աստծո հետ հանդիպման վայր է, դա մեր հորտունն է, եկեղեցի մեր բոլորիս մայրն է։ Եվ այդ հայրն ու մայրն է նաև դաստիարակում ու մեզ պահում մարդկային կերպարի մեջ։ Հայ եկեղեցաշինության ավանդական եւ նոր մոտեցումների համադրմամբ կառուցվող Սուրբ Խաչը ճարտարապետական յուրօրինակ հուշարձան է խոստանում դառնալ, ասում են մասնագետները։ Հովանավորների հոգացությամբ Սուրբ Խաչի համար նաև ձեռագործ մագաղաթյա ավետարան է պատրաստվում։ Սոնա Խաչատրյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։